Եվ այսպես մեկնում ենք Դավիթ Բեկյան խաղերը լուսաբանելու, սա Սյունիքի մարզում երիտասարդական հետաքրքիր միջոցառում է, կազմակերպվում է ամեն ամառ եւ նման է բանակումի կամ ճամբարի, որտեղ երիտասարդները գալիս են, շփվում են իրար հետ, խաղում են, մրցություններ են կազմակերպում։ Մինչև պատմեմ ուր եմ եկել, ցույց տամ ինչ են անում, իսկ հետո կպատմեմ։ Հաղթեցին։ Եվ այսպես Դավիթ Բեկյան խաղեր։ Եկել ենք տեսնենք ինչպես են երիտասարդները խաղում։ Ամեն տարի իրականացվում է Սյունիքի մարզում, Կապանից ոչ հեռու, եւ արդեն որ երրորդ ամառն է, ես փորձում եմ գալ եւ տեսնել ահա այս խաղերը։ Իսկ հիմա մենք կգտնենք կազմակերպիչներին։ Հանգստացեք 5 րոպեից սկսում ենք։ Ինչ եք սկսելու։ Ինչ որ, հա, պարանի ձգում, հա, ահա։ Բարև ձեզ։ Ես այսպես հասկացա, որ դուք կազմակերպիչներից մեկն եք։ Թեև քանի տարի է արդեն կան այս խաղերը, բայց շատերը չգիտեն։ Ինչ է նշանակում Դավիթ Բեկյան խաղեր։ Մրցույթները տևում են կարճ ժամանակ, բայց ավելի երկար ժամանակ է տևում այդ մրցույթների նախապատրաստելը եւ դա մի բան է, որը միշտ մնում է երեխաների, երիտասարդների հետ։ Որ երրորդ տարին է, ասացի։ 5-րդ տարի։ 5-րդը հոբելյանական է։ Այո։ Քանի երեխա է ընդհանուր առմամբ մասնակցել։ Ասեմ դες մեն, որ այս տարի 240 մասնակից ունենք։ Ինչ տարիքի երեխաներ են։ 14-ից 17 տարեկան։ Ապրում են այս վրաններում, հա, այնտեղից վրաններ Վրաններում կենցաղ է կազմակերպված այս ճամբարի տարածքում, սնվում են ճաշարանում, բացօթյա ճաշարանում։ Երեք շատ անձրև էր։ Ինչ էի կանում։ Բայց կոփվում են նաև այստեղ մնալով։ Փաստորեն ծնողները դեմ չեն, որ երեխաները աղջիկ էլ կա, տղա էլ կա։ Տեսնում եմ այստեղ բավականին փոքր, հենց երևի 14-15 տարեկան աղջիկներ են, գան այստեղ ապրեն այս բացօթյա պայմաններում, վայրի պայմաններում։ Նու առաջի հայացից միգուցե կտրավոր վայր է, բայց պայմանները առավելագույնս հարմարեցված են։ Ունեմ այսպես բնակարանային պայմաններ չեն։ Բնակարանային չեն, երեխաների համար դա գալիս, դա դուր է գալիս։ Ինձ դուր է կապում, ճիշտն ասած։ Քաղաքից, այսինքն Հայաստանի գրեթե բոլոր մարզերից նույն ներկայացուցիչ։ Հայրենասիրական ինչ բաղադրություն ունի ձեր խաղերը։ Հայրենասիրական ամենակարևոր բաղադրիչը ոգին է, որը որ ձևավորում են հենց երիտասարդները։ Դասընթացներն են, որոնց մենք ներգրավում ենք նաև հոգևորականների, երաժշտությունն է։ Հասկացա շատ կարևոր հաղթանակ էր, հա, այս երեխաները։ Նայեք ինչպես են ուրախանում։ Այս էմոցիաները ամեն ինչ արժեն։ Այո, նպատակասլաց են։ Արի։ Բժիշկ ունեք դաշտային։ Այո։ Շատ ցավեց ոտքդ։ Դուք հաղթողների թիմից եք։ Հա, հաղթանակը, գիտեք, հաղթողները չեն նայում այդպիսի վնասվածքների։ Այստեղ կան, իհարկե կա նաև բժիշկ, երևի ունեք խոհարար։ Ճիշտ է։ Հա, տեսնեմ, այնքան են, այնպիսի պայքար են մղում, որ իհարկե կարող են մի փոքրիկ վնասվել, բայց հիմա ով չի վնասվել խաղալիս։ Թեկուզ խաղը կոչվում է Դավիթ Բեկյան, բայց ինչ էր եղել աղջիկ ջան։ Ձեզ ինչ էր եղել։ Դա ինչից եղավ։ Պարանից։ Հաղթեցիք, չէ՞ բայց։ Այս անգամ։
Երրորդ տեղն եք վերցրել։ Ձեզ համար կարևոր է հաղթելը։ Հաղթելը կարևոր է, բայց փորձառությունը, որը ձեռք ենք բերում ընթացքում առավել։ Շնորհակալություն։ Ինչ փորձառություն եք ձեռք բերում։ Պարան քաշելու որտեղ է պետք գալու ձեզ։ Դե պարան քաշելը դա արտաքինից է երևում, բայց իրականում մեծ կամքի ուժ է պահանջում, հատկապես երբ որ մի անգամ չեք անում, այև մի քանի անգամ թիմային ոգի ու լիքը հավատք արածի նկատմամբ 17։ Որտեղից եք եկել։ Ապրում եմ աշտարակում, սովորում եմ Երևանում, այբ դպրոցում։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Ձեր անուն ազգանունն է։ Մարգարիտա Ատոմյան։ Մարգարիտա Ատոմյան։ Ապրեք, դուք չեք վնասվել, դուք եք հաղթողներից։ Այո, մենք նույն թույից ենք։ Շատ լավ, ապրեք։ Այ ես հիանում եմ։ Ես այսպես ուզեցի մի քիչ շփոթեցնեմ, ասելով ինչ փորձառություն, պարան քաշել ձեզ որտեղ է պետք գալու, բայց ինքը կարելի ասել այսպես շշպռեց եւ ասեց, որ պարան քաշել չի։ Դա կամք է, դա նպատակասլացություն է, այնքան հետաքրքիր են այս երիտասարդները, մի տեսակ արդեն պատրաստված են, գիտեք, երևում, արդեն ոնց որ փորձառություն ունեն, Մենք ունենք բավական հետաքրքիր երիտասարդներ, որոնք որ տարբեր մարզաձևերում վարպետի կոչում ունեն, մասնավորապես այդ մեկը, որը տեսնում եք։ Երիտասարդը նման է լավ սպորտսմենի, շարունակեմ Եվ զրուցեմ նաև ամենակարևորը, որ ծնողներին կհետաքրքրի, դա այն է, որքանով ապահով են իրենց երեխաները այս խաղերի ընթացքում։ Խնդրում եմ ասեք, հաճախ են լինում վնասվածքներ։ Վնասվածքները որպես այդպեսին չեմ ասի շատ հաճախ են, բայց իհարկե առանց վնասվածքների անհնար է այս պարագայում, բայց անում ենք մաքսիմալը նախ իրենց ապահովությունը հավուր պատշաճի ապահովելու համար, իսկ եթե ինչ-որ անհրաժեշտ դեպքեր է լինում, կապը քաղաքի հետ միշտ կա, անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերվում է արդեն հիվանդանոցում։ Շատ լավ, հուսով եմ, որ այդպիսի բաներ չեն լինի, երեխաները կլինեն ապահով, այստեղ այնպիսի հետաքրքիր ոգի կա, ես ափսոսում եմ, որ մեծացել եմ առանց Դավիթ Բեկյան խաղերին մասնակցելու, բայց կարող են մասնակցել մեր երեխաները, մեր թոռները, ինչ պլաններ կան հետագայում այս խաղերի հետ կապված, խաղերի զարգացման առումով ունեք ինչ-որ պլաններ, թե այնքան լավն է ձևաչափը, որ ուզում եք հենց այդպեսին էլ պահպանել, 5 տարին քիչ չի, էլի։ Անցած 5 տարիների ընթացքում բնականաբար աշխատանք տարվել է ավելի լավ կազմակերպելու ուղղությամբ։ Ասեմ մի բան, թե ինչպիսի ձևաչափ կունենան հետագայում այս պահին, միայն ես չէ, որ պետք է որոշեմ։ Ում հետ եք որոշում այս հարցերում։ Մենք ունենք խաղերի խորհուրդ, մենք ունենք կազմակերպչական կոմիտե, այսինքն ինքը հաստատ գնացված կառուցվածք ունի, մարդիկ հավաքվում են, հնչեցնում են առաջարկություններ, ընդունում ենք որոշում եւ անցնում ենք ի գործ։ Գիտեք, ես հիմա Մի բան վստահաբար կարող եմ ասել, որ կյանք ենք կոչելու մեր կարգախոսը, սեր ուժ կամք եւ միասնականություն։ շատ լավ, հետաքրքիր է, ամենակարևորն է եւ կարևոր է, որ այս տարիքի երեխաները այդ արժեքներով մեծանան, հենց այդ արժեքներով մեծանան։ Ինչպես են ընտրվում։ Ինչ որ հարցաշար կա կամ որ ասենք մարդը գա Դավիթ Բեկյան խաղերի, հանկարծ չլինի չիմանա ով է Դավիթ Բեկը կամ Նժդեհը։ Յուրաքանչյուր տարի մենք տեղադրում ենք հայտարարություն սոցիալական մեդիայի միջոցով, որտեղ հրավիրում ենք թիմերին, կայացած ձևավորված թիմերին գալու եւ մասնակցելու։ Սա խաղը իր բոլոր կանոններով պահպանում է հենց ճամբարային կուլտուրան։ Լավ է, որ մեր օրերում այսպիսի հին բաներ են անում, այսպես ասեմ, հին եւ հաճելի եւ շատ կարեւոր։ Գնում են ճաշարան, ահա այսպես բանակային կարգ ու կանոնով ինձ դուր է գալիս։ Մեկի ձեռքին հեռախոս չեմ տեսնում։ Այստեղ ինչ է, հեռախոսը արգելված է։ Չէ, արգելված չի։ Ուղղակի ոչ մեկը հետաքրքրված չի հեռախոսով զբաղվել։ Դավիթ Բեկյան խաղերի ամենափոքրիկ մասնակցի մոտ եմ գնում։ Ինչպես է այս բալիկը այստեղ հայտնվել, ձեր տղան է, դուք կազմակերպիչներից եք։ Ծրագրի ղեկավարը եկել է իր հիմիկվանից երեխային տարել եք բանակում, հա։ Կարելի է երեխային նկարել։ Որտեվ առանց ձեր թույլտվության Փաստորեն այս բալիկը կմեծանա այսպիսի մթնոլորտում եւ տեսնենք ովքեր են հովանավորները, միջև շարք են կանգնում Դավիթ Բեկականները։ Ես ուզում եմ տեսնել, թե ովքեր են ֆինանսավորում այս հրաշալի նախաձեռնությունը։
Ամրոց հասարակական կազմակերպությունն է, Սյուն կենտրոնն է։ Հատկանշական է, որ այս տարիներին մեր կողքին է եղել Խոշոր Հովանավորներից Ամրոց հիմնադրամը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սյուն հիմնադրամը եւ այս տարի նաեւ Իդրամ։ Ուղղակի միայն այն հանգամանքը, որ երեխաները չեն անցկացնում իրենց ամբողջ օրը հեռախոսների մեջ եւ համակարգիչների մեջ, արդեն ցույց է տալիս, թե որքան օգտակար կարող են լինել այս խաղերը։ Երեկոները այստեղ փաստորեն երաժշտություն է լինում, ենթադրում եմ։ Տեսեք, ունեք նվագողներ, ցերեկային ժամերին հիմնականում մրցութային ծրագրերն է, իսկ արդեն երեկոյան ժամերին ունենք թե դասընթացներ, թե հանդիպումներ հոգևոր հայրերի հետ եւ նաեւ միշտ ազգային երգպարը մեր բոլոր ազգաժամերին։ ովքեր հայրեր են գալիս այստեղ, ինչ են խոսում երեխաները։ Հիմնականում քրիստոնեությունից են խոսում, երեխաների հարցին են ավելի շատ պատասխանում եւ նաեւ հավատի դերը, թե ինչքանով է կարեւոր այն եւ ինչքան կարեւոր է որ այս տարիքում, որպեսզի նրանք հասկանան քրիստոնեության իմաստը, նշանակությունը հայ մարդու համար։ Եվ հայ առաքելական եկեղեցուն ճանաչեն։ Այո, այնպես տարիքա, որ իրենք անընդհատ հարցեր ունեն։ Ով էր Դավիթ Բեկը։ Դավիթ Բեկը հայ հերոս էր, որը ազատագրեց Լանիձորը։ Ահա, Լանիձորը, այո։ Դավիթ Բեկը ընդհանուր սյունիքի առաջինը, հետո ամբողջ Հայաստանի համար շատ մեծ հերոս է եղել։ Շրջվելով մեր անցած տարիները, դարերը, տեսնում ենք, որ հայ ազգում եղել են շատ ուժեղ, ոգով եւ սրտով մարդիկ, եւ ես շատ հպարտ եմ, որ հայ եմ ու գիտեմ, որ մեր հայ ազգը ունի շատ արժանապատիվ մարդիկ, որոնցով մենք ինչը առեսուրս հպարտանում ենք։ Ես էլ եմ հպարտ, որ դու հայ ես։ Ես գիտեք ինչ հպարտ եմ, որ հանդիպեցի ձեզ։ Հպարտ ենք, որ հայ ենք եւ մեր հայրենասիրությունը եւ ամբողջ Այո, շատ լավ է։ Երիտասարդը քանի տարեկան ես։ Դեռևս 14, բայց դա 14։ այո։ Այսքան բոյով 14։ Ես ինձ վերևից եմ, ներքևից եմ նայում, որովհետև 14-ամյա երիտասարդ Դավիթ Բեկյան բոյ ունի։ Ահա այսպես, գիտեք, ճամբարային սպասք է դրված։ Մարդկա չի ուզում նկարվի, չենք նկարում։ Ինչեր եք ուտում երեխաներ, համեղ է։ Հավանում եք այստեղ սնունդը։ Այո, մենք ամեն ինչ շատ լավ է, համերը Հավանում ես երիտասարդ։ Շատ հավով սնունդն է, օգտակար։ Օգտակար, այսօր ուտում են սպագետի եւ միս, պանիշտա սեղանին տեսնում եմ եւ նկատում եմ, որ շատ էլ հաճույքով են ուտում երեխաները, որտեղ է պատրաստվում սնունդը։ Այստեղ ունեք դաշտային խոհանոց։ Ամեն ինչ մաքուր է եւ ենթադրում եմ, որ իրոք համեղ է։ Բարի ախորժակ։ Այո։ Իրենք մաքրում են։ Շատ լավ է։ Բարի ախորժակ։ Այո, ես չեմ տեսնում ճաշից հրաժարվող մարդիկ, ճամբար ոտքի ասացին, նայեք։ Լռություն է պահանջ։ Շաշկեցու խաղաղության այս կերակուրը։ Շաշկեցու խաղաղության այս կերակուրը։ Որը պարգևված է Տիրոջ կողմից։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Ամեն։ Բարի ախորժակ։ Ճիշտ ասած, ես մի փոքր անգամ ցնցված եմ, չէի սպասում եւ ինձ դուր եկավ։ Դե, գիտեք, կա այսպիսի սերունդ, կան այսպիսի երիտասարդներ, ովքեր ինքնական եկել են եւ ենթարկվում են այս կարգ ու կանոնին, պահպանում են այդ կարգ ու կանոնը։ Սա նշանակում է, որ իրոք իրենց համար այստեղ շատ հետաքրքիր է եւ իրոք նրանք գիտակցում են, որ սա Դավիթ Բեկյան խաղերը կարևոր են։ Դե պետք է իմանան ծնողները, որ այսպիսի տեղ ուղարկելով իրենց երեխաներին, այ նաեւ այս պարտաճանաչություն, այս կարգապահություն են սովորեցնում։ Տղաներ են եւ հավաքում են եւ գիտեն, որ պետք է այդպես լինի։ Ոչ ոք չի կարող
գլուխ պահել եւ չմասնակցել ընդհանուր գործերին։ Ես ճիշտ ասած այսպիսի ոչխարներ չեմ տեսել, սև գլխով եւ սպիտակ մարմնով։ Դրա համար ուզեցի ձեզ էլ ցույց տամ։ Բայց հիմնական նպատակս այն էր ցույց տալ, թե ինչպես են այս երիտասարդները հավաքում իրենցից հետո։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ նրանք ստանում են հայրենասիրական դաստիարակություն, պատմություն են ուսումնասիրում, եկեղեցու պատմություն են ուսումնասիրում, այն բացը, որ կարող է լինել հանրակրթական հատվածում, հանրակրթական օղակում, կարող են լրացնել, այո, այսպիսի հասարակական կազմակերպությունների միջոցով։ Սա ամրոց հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է։ Ոչ միայն ամրոց, այլ Դավիթ Բեկյան խաղեր հկեի եւ ամրոցի համատեղ ձեռնարկումն է։ Գաղափարի հեղինակը Արմեն Ղազարյան, կապանցի, ուներ այդ մտահոգությունը, որպեսզի կապանը դառնա Հայաստանի հայության օրակարգում կարևորագույն միջոցառումներից մեկի վայրը։ Նպատակն այն էր, որ Դավիթ Բեկյան շարժման 200-ամյակի կապակցությամբ ստեղծել մի միջոցառում, որը հարթակ կհանդիսանա հայության տարբեր վայրերից եկած թիմերի, երիտասարդության թիմերի, թե մրցակցության եւ թե շփվելու եւ թե զարգացման, սա չէ՞ որ ֆիզիկապես, հոգեպես զարգացնում է։ Ինքն մտահղացումը գաղափարը Արմեն Ղազարյանինն է։ Նա այս պահին այստեղ չէ, Արմեն Ղազարյանը տեսողության խնդիր ունի եւ միշտ չի որ կարող է գալ, ցանկություն ունի գալու, բայց ես նրան կայցելեմ անպայման։ Գիտեք, երբեմն տեսողության բացակայությունը չի խանգարում մարդկանց տեսնել, չի խանգարում։ Տեսնել ճշմարտությունը, տեսնել խնդիրների խորքը, տեսնել լուծումները եւ հենց այդպիսի մարդ է Արմեն Ղազարյանը, որին ես անպայման կապանում կայցելեմ եւ այս հաղորդումը Դավիթ Բեկյան խաղերի մասին կավարտեմ Արմենի հետ զրույցով, քանի որ Արմենից է սկսվել այս ամենը։ Սեր, ուժ, հավատ եւ միասնականություն։ Դավիթ Բեկ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Ես որոշեցի, որ պետք է հիմա տեղափոխվել Կապան, պետք է գնալ Կապան եւ այս հաղորդումը պետք է ավարտել այն մարդու հետ զրույցով, ումից սկսվել է այս ամբողջ շղթան, այս ամբողջ պատմությունը։ Արմենի մոտ պետք է գնամ եւ գիտեք, երբեմն ես ինձ դա էի ասում, որ ինչքան ավելի սուր են հոգու աչքերը, նույնիսկ եթե ֆիզիկական աչքերը մարդուն ինչ-որ պահի կարող են դավաճանել, բայց հոգու աչքերն ինչքան ուժեղ են։ Գնում եմ Արմենի հետ զրուցելու, որովհետև իր հոգու աչքերը շատ ուժեղ են։ Ուզում եմ ջեր ողջույններ փոխանցեք Արմենին, ասեք, որ իր նախաձեռնած գաղափարը ապրում է։ Ապահով ձեռքերում է Եվ շարունակում է զարգանալ այն գաղափարների շրջանակներում, որ նա ներվել է ամեն ինչի մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ ափսոսանքով եմ ես հեռանում Դավիթ Բեկյան խաղերի այս ճամբարից։ Եվ խոսացա, որ էլի կգամ, հաջորդ տարի եւս կգամ եւ կլուսաբանեմ այս խաղերը շատ մանրամասն եւ ամեն ինչով կնպաստենք, որպեսզի այս խաղերը լինեն միշտ։ Այս վլոգը պատրաստեց Շաքե Ավոյանը, ես շարունակում եմ ճանապարհս դեպի Կապան, որտեղ կներկայացնեմ իմ խոստացած հարցազրույցը։